Արաքյալի համար մեղավոր մարդուն եկեղեցին հերացնելը հավասարազոր է սատանային հանցնելու, բայց ինչ որ մեթոդ պետք է կիրառել մարդուն մեղքի ջիրանեն ազատելու համար։ Արաքյալը գխոսի քրիստոնեական ազատության մասին, բայց այս երևույթի ժամանակ, երբ մարդը մեղքի մեջ է, անդարբերության չի մատներ եւ չսեր, ինքը ազատ է իր դրսևորումներու մեջ, ինչ կուզե թողնե, այլ նամակի մեջ կսե ես հերու եմ ցեզ մե մարմնով, բայց հոգիով ցեզի հետ եմ։ Համայնքի քրիստոնեական կյանքը միևնույնը չէ Բողոս Արաքյալի համար։ Նա գայրի նախանցախնդրութենեն եւ գշտաբե հասնել անոնց մոտ եւ ղարկավորել այդ հարցերը։ Սա այն համայնքն էր, որուն համար Արաքյալը գսե ես ցեզի ծնա ավետարանով։ Հիմա հասկանալի է կարծեմ, թե ինչու Արաքյալը այդքան մտահոգված է։ Արաքյալի մտահոգությունը այն մասին էր, որ քրիստոնյա համայնքը անդարբեր չգտնվի իր ներսիտին հայտնված մեղավոր մարդուն նկատմամբ եւ անոր դուրս տնե եկեղեցին մինչեւ ապաշխարության դարձիկը։ Շարունակելով նամակը կներկայացնե այն գարկն ու կանոնը, որը պետք է կործե համայնքներեն ներս, քանի որ Արաքյալը կհամարվի այդ եկեղեցու հոգևոր առաջնորդը, չնայած որ կգտնվեր համայնքեն հերու։ Մեծ հավանականությամբ այս նամակը գրած է Եփեսոսեն։ Բողոս Արաքյալը Կորինթացիներուն գուտա Պարոյա խրադական կանոնը, որը տարերու ընթացքին չէ հնացած եւ չէ գործընծուցած իր կարեւորությունը մինչեւ մեր օրերը։ Համայնքի ներսիտին, եթե կործե այս կանոնը, արդյունքը քերազանց կլա։ Տեսնենք, թե որոնք են այդ կանոնը։ Ամեն ինչ ինձի արդոնված է գսե, բայց ոչ ամեն բան օգտակար։ Ամեն ինչ ինձի արդոնված է, բայց պետք չէ որևէ բանի իշխանության տակ գլամ։ Այս խոսքերը Արաքյալը գսե այն բանեն հետո, որ Կորինթոսի մեջ սխալ պատկերացում կար քրիստոնեական ազատության մասին։ Քրիստոնյան ազատ է, բայց իրավունք չունի դուրս գալու պարոյական օրենքներեն եւ օրենքներու սահմաններեն։ Ինչու՞, որովհետեւ քրիստոնյաներու մարմինները Քրիստոսի անդամներն են, քրիստոնյաներու մարմինները Սուրբ Հոգիի դաջար են։ Ինչպես կարելի է վերցնել Քրիստոսի անդամները առնելով բորնիգի անդամներ դարձնել, Քավլիցի։ Միտե չեք գիտեր գսե, որ ով որ գմերցենա բորնիգին, անոր հետ մեկ մարմին գտարնա ըստ Սուրբ Գրքին, իսկ ով գմերցենա Տիրոջը, մեկ հոգի գտարնա անոր հետ։ Քիչ վերջ մենք կանդրադառնանք բոլոր այն մեղքերուն, որոնց պատճառով մեղավոր մարդը Աստուծո արքայությունը չի գտնար ժառանգել։ Բայց այդ բոլոր մեղքերը, որ կգադարվին, մարդու մարմնեն դուրս են։ Միայն բորունգությունն է, որ մարմնի թե մեղք կկործե, իսկ մարմինը դաջար է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին ալ Աստուծմե ստացած է, հետևաբար մենք մեր մարմնի դերը չենք, քանի որ շատ բան գնով քնված ենք, իսկ հիմա անարժեք մեղքի պատճառով անհավատարիմ կգտնվենք մեր Տիրոջ առջև։ Ուդելիքը ստեղծված է հորովայնի համար եւ հորովայնը ուդելիքի համար, բայց ասոնք ժամանակավոր են եւ շուտով ամենալավ ուդելիքը կմարսվի եւ դուրս կգամարվեն։ Իսկ մարմինը ոչ թե բորունգության համար է, այլ Տիրոջ համար է եւ դերը մարմնի համար է։ Աստված, որ Տիրոջը հարություն տվավ, գսե ցեզի ալ հարություն պիտի տա, ուրեմն ինչպես չեք սարսափիր մեղանչելով։ Սիրեիներ, հստակ մեղքեր կան ըստ Արաքյալի, որոնց գրողները Աստուծո արքայությունը չեն ժառանգել։ Ահա այն մեղքերը, որոնց համար Արաքյալը գսե. մի խաբվիկ, ոչ բորնիկներ, ոչ գրաբաշներ, ոչ շնացողներ, ոչ իքացողներ, ոչ արվամոլներ, ոչ քողեր, ոչ ակահներ, ոչ հարբեցողներ, ոչ փամփասողներ, ոչ հապշտակողներ, ոչ անիրավություն կործողներ Աստուծո արքայությունը պիտի չժառանգեն վերջագետ նորդող։ Յուրաքանչյուր հաջորդ գլուխը գարտալով հայտնի կդառնա, թե ինչի համար ըսված էր նախորդ միտքը։ Գիշեք, վերևը ասինք, որ Արաքյալը կհարցներ քավազանով կամ դեսիրով։ Նյութի բովանդակութենեն հասկանալի կդառնա,
որ Գորընթոսի հոգևոր վիճակը ավելի ծանր էր, քան մենք կգործենք։ Այս մեղքերը դեղ կդած են համայնքի մեջ եւ առաքյալը կզգուշացնե քալիք վտանգի մասին։ Մեկ ուրիշ կարևոր դիտողություն ալ գնե անոնց, որ իրենց մեջ եղած հարցերը չլուծեն հռոմեական իշխանության ադյաններու արչև, այլ իրենց մեջ։ Առաքյալը համայնքի բարեբաշտ հավատացյալներուն կհամարե սուրբեր եւ բաճաճ է գսե, որ այդ սուրբերը թադեն իրենց մեջ ցակած հարցերը եւ ոչ թե հռոմեական թադարանները։ Անոր համար կհարցնե, եթե ցեզմե մեկը խնդիր ունենա, միթե կգամենա տադվիլ անիրավի արչև, միթե չի գամենար տադվիլ սուրբի արչև, ուրեմն ինչու դուք ձեր մեջ եղած հարցերը գսե, դուք ձեր մեջ չեք լուծեր, որ կգանքնիք անիրավ տադավորի արչև։ Դարձյալ կհիշեցնե այն խոսքը թե սուրբերը հրեշտակներուն ալ պիտի թադեն, այլ ուր մնաց երկրավորներուն։ Գավարդե իր խոսքը ասելով ամոթ ցես գսեմ։ Միթե ցեր մեջ չգա արտար մեկը, որ իր եղբոր մեջ թադն է, բայց ցեր ամդության պատճառով եղբայրը եղբորը թեմ գտածվի անալ անհավատներուն արչև։ Սիրեիներ, Բողոս առաքյալը բոլոր քրիստոնյաներուն սուրբ գանվան է այն պատճառով, որ անոնք լքեցին աշխարհը եւ անդամակրվեցան Քրիստոսի եկեղեցուին ծառայելու համար։ Հետևաբար գոչվին Քրիստոսի անդամներ, իսկ Քրիստոսի անդամ համարվողը չի գրնար սրբագենցաղ չլալ։ Իսկ եթե սրբագենցաղ յանք չունի, նա Քրիստոսի անդամ չի գրնար գոչվիլ, քանի որ Քրիստոսի անդամները գոչված են Աստուծո ծառայելու եւ ոչ թե մարմնի ցանկություններու։ Այնպես ինչպես վերևը նշված մահացու մեղքեր ունեցողը Աստուծո արքայության մեջ դեղ չունի, այլ խոսքով, եթե ամփոփելու ըլանք նախորդ գլուխները, ապա առաքյալի նպատակն է իր սիրելի համայնքը անգամ եւս հաստատե ամուր հավատքի մեջ եւ վերջ դրվի բաժանումներուն եւ բաժանումներու պատճառով հարաճած բարոյական խնդիրները, որոնք կրնան թույլաtsնել համայնքը եւ յուրաքանչյուրի հավատքը։ Առաքյալը անդրադարձավ եկեղեցվո բարակդմանը, բարոյական հարցերուն, իսկ հիմա կփորձե գարկի բերել ամուսնոցյան վերաբերող հարցերուն մեջ, որոնք շատ կարևոր են մեզի համար, դարձյալ միևնույն համայնքին ուղղված։ Առաքյալի խոսքեն հասկանալի կդառնա, որ Գորընթոսի համայնքի մեջ մշտական նամակագրական գաբի մեջ եղած են եւ իրենց հուզող հարցերու մասին հաջող խորհուրդներ հարցուցած են առաքյալին, իսկ այս բարակային հարցեր դված են առաքյալին ամուսնության վերաբերյալ։ Ամուսնության վերաբերյալ հարցերը երբեք չեն ավարտվիր եւ այդ հարցերը մշտապես բոլորի ուշադրության կենտրոնի մեջ են, քանի որ զույգը կամուսնանա առանց սեփական բարդականություններու եւ իրավունքներու հետ ծանոթ ըլլալու, առանց Աստվածաշունչի գիտության, որում մեջ հստակ հրամաններ կան այդ մասին։ Մենք չենք գիտեր, թե ինչ հարց ուղղած են առաքյալին Գորընթոսի եկեղեցու հավատացյալները, սակայն առաքյալի պատասխանեն հասկանալի կդառնա։ Առաքյալը շատ պատասխանատու հայտարարություն կնե տղամարդոց վերաբերյալ եւ ամիջապես կպատասխանե իր հորթորին ասելով. լավ է տղամարդու համար գին արարածին չմերցենալ, բայց չորընկանալու համար յուրաքանչյուր մարդ թող իր գին ունենա եւ ամեն գին իր ամուսինը։ Ինչպես հասկանալ այս հարցը, երբ ամուսնական անգողինը սուրբ համարված է, կնշանակե առաքյալի հորթորը սուրբ ամուսնական զույգի մասին չէ, որոնք ի սկզբանե հասկացած են դեր եւ հնազանդ ըլլալու իրենց բարդականություններուն։ Այս տեսակ ամուսնություն կարելի է այսօր մատներու վրա հաշվել սակավության պատճառով, երբ ամուսինը կկատարե իր ամուսնական բարդականությունները նույն ցևով եւ գինը իր մարդու հանդեպ, որովհետեւ ըստ Սուրբ Գրքի այր եւ գին մեկ մարմին են, ոչ թե երկու։ Ոչ ամուսինն է իր մարմնի դերը, ոչ ալ գինը, այլ մեկը մույսին, քանի որ մեկ են։ Առաքյալը շատ մանրամասներու կանդրադառնա, հավանաբար իրեն ուղված հարցերու պատճառով եւ խորհուրդ կուտա, որ ամուսինները միմյանց չզրգեն, այլ միայն այն դեպքին, երբ միասին են եւ համացայնության կան եւ հետո աղոթքով կմիապանվին, որբեսի սատանան փորձության չեն տարգե զույգը։
Այս տեսակ հարցերը Պողոս Արաքյալի համար լուծելի են, քանի որ ինքը շնորհ ունի Աստուծո մնալ ամուրի։ Հազվագյուտ մարդիկ են, որ գարժանանան այս շնորհին, բայց Արաքյալը խորհուրդ կուտա ամուրիներուն եւ այրիներուն նմանիլ իրեն։ Իսկ ովքեր չեն գրնար նմանիլ ժուժգալություն չունենալու պատճառով գսե թող ամուսնանան։ Լավ է ամուսնանալ, քան գիրկերով այրի։ Իսկ ամուսնացածներուն արդեն ոչ թե իր խորհուրդը կուտա, այլ Տիրոջը պատվերը կհայտնե, թե թող գինը ամուսինեն չբաժնվի, իսկ եթե բաժնվի, թող առանց ամուսին մնա կամ վերադառնա իր ամուսնուին եւ հաշտվի անոր հետ։ Նույն պատվերը ամուսինին կուտա, որ նա իր գնոջը չլքե։ Պողոս Արաքյալը զորավոր խրատ ունի նաև ամուսնական այլ բարականերուն։ Օրինակ, եթե տղամարդը անհավատ գին ունի եւ իրեն հաճելի է այդ գնոջ հետ ապրիլ, թող ապրի։ Նույնը կվերապերի գնոջը։ Եթե իր ամուսինը անհավատ է եւ հաճելի է անոր հետ ապրիլ, թող ապրի։ Որովհետեւ անհավատ մարդը իր գնոջմով սուրբ է, իսկ անհավատ գինը իր ամուսինով սուրբ է։ Եթե այսպես ապրին, անոնց զավակներն ալ սուրբ կլան։ Իսկ եթե անհավատը գուզե բաժնվիլ իր գողագիցեն, թող բաժնվի գսե, քանի որ այսպիսի դեպքեն հարգատրանք չկա ոչ տղամարդու եւ ոչ ալ գնոջը։ Քանի որ Աստված մեզի խաղաղության գոչեց, այս հորդորը գուղե բոլոր եկեղեցիներուն իմիջի այլոց Արաքյալի այս նամակը ամենաշատ կարդացված նամակներեն մեկն է, քանի որ դավաճանության եւ ամուսնական հարցերու վերաբերող մտահոգությունները ամենաշատ քննարկվող թեմաներեն մեկն է։ Չնայած Պողոս Արաքյալի այսքան հասկանալի բացատրություններուն, հայ ընտանիքներու մեջ այս հարցը առայժմ չէ գտած իր լուծումը շնության մեղքի, անհնազանդության եւ ինչու՞ չէ նաեւ գողագիցի անհավատության պատճառով։ Բայց եթե դուք ուշադրություն դարձուցիք, Պողոս Արաքյալը հավասարման նշան դրավ գնոջ եւ տղամարդու ամուսնական բարդականություններու եւ հավատարմության միջև, չնայած որ հրեական ավանդության համաձայն գնոջը շատ հարցերով իրավունք վերաբահված չէր, ալ ուր մնաց, թե հավասար լար իր ամուսնուն։ Արաքյալը գեհդեվի Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, իսկ մեր Տերը առաջինը ըրավ այդ հավասարեցման քայլը գնոջ իրավունքներու վերագանքման վերաբերյալ։ Ամուսնական կյանքի մեջ գլխավորը Քրիստոսն է, եթե զույգը գաբավինի Աստուծո ընտանեկան բոլոր խնդիրները լուծում կստանան Տիրոջ ողորմությամբ։ Բայց եթե գողագիցը անհավատ է, մույսը պետք է համբերադար լա եւ իր սիրով ու խոնարհությամբ կարողանա անհավատին իր կյանքով ցույց տալ Քրիստոսի սերը ինչպես հավատացյալի, այնպես ալ անհավատի համար։ Եթե մեկը ամուրի է եւ անոր կյանքի մեջ Քրիստոսն է կարևորը, ինքը եւս կհաղթահարի ամեն դժվարություն։ Քրիստոս խաչված է բոլորի համար, որովհետեւ բոլորը դառնան թեպի իրեն եւ ապրին խաղաղության մեջ։ Ըստ Պողոս Արաքյալի հավատացյալ գողագիցի աղոթքը եւ հավատքի շնորհիվ անհավատ գողագիցը կսրբվի։ Ամուսնական կյանքի մասին խրատներ տալի հետո Արաքյալը կխոսի նաեւ այլ կարևոր թեմաներու շուրջ, քանի որ նոր քրիստոնեական համայնքներ ցեղավորված են եւ շատեր դարձիկ ու կան հրեյութեն եւ հետանոսութեն են, բնականաբար եւ շատ խնդիրներ հարաճ կան կապված թլպատության եւ անթլպատության հարցին հետ։ Իսկ Արաքյալը գսե, եթե քեզ Աստված գանչեց թլպատված վիճակի մեջ, ուրեմն մի բահեր քու թլպատված լալդ։ Իսկ եթե քեզ գանչած է թեր չթլպատված, ուրեմն մի թլպատվիր, որովհետեւ երկու վիճակներու մեջ ալ ոչինչ են։ Կարևորը ոչ թե արտաքին նշաններն են, այլ քրիստոնեությունը կբահանջի մարդու ներքին փոփոխություն եւ պատվիրանաբահություն։ Յուրաքանչյուր ոք ինչ կոչման մեջ որ գար, երբ կանչվեցավ, թող անոր մեջ ալ մնա։ Օրինակ, եթե մեկը ծառայ է, թող մնա իր ծառայության մեջ հավատարիմ Քրիստոսին, իսկ եթե մեկը ազատ է, թող Քրիստոսին ծառայելա։ Արաքյալի բանջը բարձ է, քանի որ բոլոր մարդիկ մեծ քնով քնվեցան եւ բաչակ չէ մարդոց ծառաները լալ
այլ հավատարիմ ծառայել Աստուծո առջև։ Քրիստոս զինք հավատացող ամեն հավատացյալի ազատ կհամարե։ Իսկ երբ արդեն կպատրաստվեր խոսիլ գուսության մասին, հավանաբար իրեն ուղված հարցերում մեջ այս հարցն ալգար։ Մի անգամ այն ասավ, որ դիրոճմե բատկամ կամ հրաման մը չունի, բայց գրնա խրատ դալ, որպես դիրոճմեն ողորմություն կդած մեկը որպես տահելի է։ Կարելի է հասկանալ, որ այստեղ բանջը նույնն է, ինչ որ վերևն էր։ Ամեն ոք մնա այն վիճակի մեջ, ինչի մեջ որ կար, քանի որ գսե գնոջ հետ կապված ես, մի փաշնվիր։ Չես կապված, մի կապվիր, սակայն եթե ամուսնանաս, մեղք չես կործեր։ Եթե գույսը ամուսնանա, մեղք չի կործեր, բայց ամուսնացածները մարմնի նեղություններ պիտի ունենան, իսկ ես կսե պիտի խնայեի ցես։ Առաքյալի այս խոսքերը մեկնաբանության գարիք չունին, քանի որ ամեն ամուսնացած զույգ կոնե մեկ անգամ իր մտքի մեջ մտածած է, որ ավելի լավ չէր լար, որ չամուսնանայի։ Որովհետև ամուսնական կյանքը չափազանց պատասխանատու է, բայց այլ է չամուսնացածի կյանքը։ Առաքյալի բոլոր խրատներու մեջ գարմիր թելի պես կանցնի իր հավատարմությունը Քրիստոսի նկատմամբ, քանի որ կյանքի ամեն իրավիճակի համար անոր համար կյանքը Քրիստոսն էր եւ անկարևոր է ամուսնություն, թլպատություն, ծառա թե ազատ, հարուտ թե աղքատ, գին թե դղամարդ, քանի որ ժամանակը մոտ է ավարտին եւ այս աշխարհը ինչպես որ գա անցնելու է։ Դեսեք սիրեիներ 2000 տարի առաջ Բոս Արաքյալը գսե աշխարհը անցնելու վրա է եւ ճիշտ է անոր մտածումը, քանի որ ինքը ամեն օր կսպասեր Քրիստոսի կալուստին եւ գճանար ամեն օր պատրաստ լալ իր առաքելության մեջ։ Իսկ մենք կտեսնենք Բողոսի եւ մույս աշակերտներու հոգածությունը իրենց առաքելության մեջ։ Այսօր մեզի համար ավելի հավանական է աշխարհի անցնելու ժամանակը, քանի որ մեր տեսած բոլոր նշանները կհամապատասխանեն Սուրբ գրային ճշմարտություններու, բայց ի դարբերություն առաքյալներու եւ առաջին տարու քրիստոնյաներուն մենք թե պետք կսկանք նշանները, բայց անդարբեր ենք այնպես, կարծեք թե մեզի չվերապերող ինչ որ բան մնե որ պիտի կատարվի։ Բողոս Արաքյալը առանց բնտելու հիմնավորե իր ասածը հետևյալ կետով։ Օրինակ կսե, եթե մեկը ամուսնացած է, գոհոքա թե ինչպես հաջելի լա իր գնոջը, իսկ նա ով ամուսնացած չէ, գոհոքա թե ինչպես հաջելի լա դիրոջը։ Անով կդարբերվին ամուսնացածը եւ գույսը։ Այստեղ գույս բարը գրնա վերապերիլ ինչպես աշխարհիկ մարդուն, այնպես ալ գուսագրոն քահանայությանը, բայց ամենեն հետո գսե, որ սա բարդատրանք չէ եւ ամեն ոք ազատ է իր որոշման մեջ գույս մնա թե ամուսնացած եւ Երանի բոլոր ասոր հետևին։ Միայն թե Երանի ամեն ինչ բարգեշտությամբ լա եւ Աստուծմով գսե Արաքյալը։ Բոլոր դրսևորումներու մեջ Արաքյալը շեշտը Քրիստոսով ապրելու մասին է, որ գտնե լա ամուսնացած թե գույս, սակայն Բողոս Արաքյալը նախաբատվություն գուտա գուսությանը եւ իր խրատնալ այդ մասին է, բայց ոչ երբեք բարդատրելով, այլ սիրելով։ Գլխավոր ըսելիքը այս նամակին այն է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի եւ արյան հաղորդակցության միության մեջ չի գրնար լալ անհամացայնություններ։ Ցանկացած հարց գրնալուծվիլ ըստ Աստուծո խոսքին եւ ոչ մարդկային դրամապանության։ Նույնը կվերապերի ինչպես եկեղեցվո համայնքին, այնպես ալ ընտանեկան եւ ընկերային հարաբերություններու մեջ։ Նպատակագետը Քրիստոսն է։ Սիրեիներ, շատ գեղեցիկ խրատներ ու հորդորներ կան Արաքյալի նամակի մեջ, որոնք լուծված չեն նաեւ մեր եկեղեցվո մեջ, ժամանակակից ընտանիքներու մեջ, ընկերային հարաբերություններու մեջ եւ ամենտեղ։ Իմաստություն խնդրենք Տիրոջմե հավատարիմ ըլլալու այնտեղ, ինչի մեջ որ կանք եւ հետևինք Արաքյալի պատկամներուն, քանի որ ամեն բան մեզի արդոնված է, բայց ոչ ամեն բան օգտակար։ Ավարտենք այսօրվա նամակը իր կարևոր պատկամներով եւ սպասենք վաղվա սերտողությանը։